Գիտեք ինչ, ցանկացած ժողովուրդ ինքնասիրություն, թասիբ արժանապատվություն ունեցող։ Նայեք, թասիբ արժանապատվություն ունեցող մարդը, դա այն մարդը չի, որ խոսում է, ապե քֆուլ մի արա, կնանիկիս հետ նստած ենք։ Ոչ, դա այդ մարդը չի։ Դա այն մարդն է, ով իր պարտականությունները եւ լիազորությունները չի սահմանափակվում միայն այդ 20, 40, 60 քառակուսի մետրի մեջ, որտեղ որ ապրում է ինքը իր ընտանիքը։ Ինքնասիրություն եւ արժանապատվություն ունեցող քաղաքացին ինքը պատասխանատվություն, հոգատարություն, պարտավորություն ազգում իր ամբողջ երկրի ցանկացած քարի, թփի, հողի, ջրի համար։ Մենք դա չունենք։ Մենք ավիրում ենք, մեր քաղաքացիները ավիրում են ամեն ինչ իրենց բնակարանից դուրս։ Քանդում, բլում, տալում։ Բացարձակ անտարբեր հոգատարությունն է մեկը մյուսի նկատմամբ։ Դոլարը նի, փողը նի, դլո ծլիկ, վсё պրծավ։ Սա են կրթել, սա են մատուցել 30 տարի շարունակ Ռոբա Սերժա Բոզի տղեկը մեզ։ Այդ 5000 դրամները բաժանելով, ցայները գողանալով։ Եվ հիմա այս ամեն ինչի մեղավորությունը այս ամեն ինչի մերն է։ Եվ այս անտարբերությունը ոչ մի ծնող չդարավ շախիտ։ Ոչ մի ծնող չվեկալավ մի հատ քար փետ թվանք կողեր Նիկոլի ոռը։ Նիկոլականների ոռը, Աննա Բոլեյնի ոռը։ Բայց եթե դու կանում ես ազգային ժողովի ամբիոնից հայտարարում ես, որ կարող էին չլինեին այս զոհերը, բայց եղան։ Տղա ջան, դա երևի, չգիտեմ, անասուն էին ներողություն արտահայտությանս համար։ Հավեր, ճիվեր, 5000 մարդ, 5000 ճակատագիր, 5000 ընտանիք, որփացրեցիք 10 միլիոն դրամները, բերանները կողեցիք ու ասեցիք պապանձվեք։ Եվ այսօր 27 սեպտեմբերի, պատերազմից անցել է 4 տարի։ Ոչ մեկ այդպես էլ չենթարկվեց քերական պատասխանատվության։ Ոչ մեկ չգնաց մինչև վերջ, ոչ մի ծնող, ոչ մի հայ, ես անընդհատ հիշում եմ այն ասետինին, որ գնաց հասավ Շվեյցարիա դիսպեչերին դանկեց։ Մենք այտենց ասեցին չունեցանք։ Մենք այտենց ծնող չունեցանք, ով գնաց մինչև վերջ իր որդու արյունը, իր որդու այլան վրեժը լուծեր։ Վերջում դառար ազգային հերոս։ Որովհետև նման ծնողին ես իշխանության գալու դեպքում անմիջապես բաց թողել ճանաչել ազգային հերոս։ Անմիջապես փոխհատուցելով տուն, ամեն ինչ կտայ նման մարդուն, ով գնար իր որդու վրեժը լուծելու։ Չկա։ Եվ այսօր սրանք ղժում են բարիս ամենաբուն իմաստով, ղժում են այս ժողովրդի քիթուբենին։ Թուրքիան գիրկա խփում դոշին, Պորրիկը պիտի գնա սա կոֆե խմի, մուղամ լսի եւ այլն։ Թուրքերը մեր բարեկամներն են, ազատ առևտուր, բայց այս ամենը կար։ Ում էր պետք է պատերազմը։ Սերժ, քու մորը քունեմ ես, Սերժ, այս ինչի դու արեցիր։ Տղա ջան, փողը վերցրել էիր։ Հանձնեիր։ Լուկաշենկոն քեզ 5 միլիարդի մասին էր խոսում, դու ասեցիր 6 միլիարդ, առևտուրը սկսվել էր արդեն կոմոդ, վերցնեիր, 10-ից վերցրել, թե 12, վերցրել ես, լավ ես արել։ Այս ազգին հասնում է, սկսեիր հանգիստ տալը։ Բերեիր էլի ես բոզի տղուն, բայց սկսել տալ, ոնց որ բերեցիր, ինչ հեղափոխություն, ինչ թավիճ, ինչի մասին է խոսքը։